Ժողովուրդ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցվաշենի մասին։ Ազգային ժողովի փոխնախագահը պորտկում է, երբ լրագրողը հարցնում է, թե որքանով է ճիշտ Արցվաշենը Տիգրանաշենով փոխանակելը։ Ի վերջո Տիգրանաշենը, ի տարբերություն Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավ Արցվաշենի, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այնտեղով է անցնում դեպի Վայոց ձոր, Սյունիք եւ Իրան տանող միջպետական ճանապարհը։ Ռուբինյան ուղիղ չի պատասխանում նաեւ այն հարցին, թե Տիգրանաշենը Ադրբեջանին տալու դեպքում ինչպես է լուծվելու ենթակառուցվածքների հարցը։ Այդ հարցերը ենթակա են քննարկման սահմանազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ սահմանազատումը հասնի դրան այդ հարցերին, արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնալ։ Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել էին այս տարվա սեպտեմբերի 5-ին։ Գործնական որևէ քայլ այդ հանդիպմանը չի հաջորդել։ Հայտնի է միայն այն, որ այդ ժամանակ երկու երկրների պատվիրակություններն այցելել էին Սյունիքի մարզի հարավային տարածքներ եւ Զանգիլանի շրջան։ Մինչեւ այդ էլ հայտարարել էին, որ սահմանազատումը շարունակվելու է նոյեմբերյանի շրջանից Հայաստան-Վրաստան Ադրբեջան սահմանային հատման կետից։ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել էր. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Սա դիսկուրս էր առաջացրել քաղաքական շրջանակներում, որ Փաշինյանը մտադիր է Տիգրանաշենը փոխանակել Արցվաշենով։ Արդյոք սահմանազատման հանձնաժողովները քննարկում ունեցել են անկլավների եւ էքսկլավների, մասնավորապես Տիգրանաշենի եւ Արցվաշենի հնարավոր փոխանակման տարբերակի շուրջ։ Միայն Տիգրանաշենն է բանակցությունների սեղանին, թե նաեւ Տավուշում գտնվող Վերին Ասկիպարան, Սոֆուլուն եւ Բարխուդարլուն։ Երբ է վերսկսվելու սահմանազատման այս պահին փաստացի կանգ առած գործընթացը եւ սահմանի որ հատվածում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին ուղղված մեր այս հարցերին դեռևս չեն պատասխանել։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով Փաշինյանն իր այս գրառմամբ փող է նախապատրաստում առաջիկայում հնարավոր տարածքային զիջումների համար։ Բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում եւ ուզում նաեւ ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցնում են շատ կարեւոր մեծ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Իշխանության ներկայացուցիչները թեև չեն հայտարարում, որ Տիգրանաշենի փոխանակման վերաբերյալ բանակցություններ կան, բայց նաև չեն բացառում այդ տարբերակը։ Ավելին արդեն խոսում են այդ հարցով հնարավոր հանրաքվեի մասին։ Տեսականորեն, եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի, դա հնարավոր է անել միայն հանրաքվեով։